Ծոմապահության մասին։ Նրանցից ոմանք հարցրին Հիսուսին. Հովհաննեսի աշակերտներն ինչու են հաճախ ծոմ պահում եւ աղոթում։ Նույնն անում են նաեւ փարիսեցիների աշակերտները, մինչդեռ քո աշակերտներն ուտում են եւ խմում։ Հիսուսը պատասխանեց նրանց. Կարող եք հարսանիքի հրավիրվածներին ասել, որ ծոմ պահեն, երբ փեսան տակավին իրենց հետ է։ Կգան օրեր, երբ փեսան կվերցվի իրենցից, եւ այն ժամանակ իրենք էլ ծոմ կպահեն։ Ապա մի օրինակ էլ տվեց նրանց. Ոչ ոք նոր զգեստից մի կտոր վերցնելով հին զգեստի համար կարկատան չի անի։ Այդպիսով, թե նոր զգեստը կփչանա, եւ թե կարկատանը չի հարմարվի հնի հետ։ Այդպես էլ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին կպայթեցնի հին տիկերը եւ պատճառ կդառնա, որ թե գինին թափվի եւ թե տիկերը փչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, որպեսզի երկուսն էլ չփչանան։ Ոչ ոք հին գինին խմելուց հետո իսկույն նոր գինի չի ուզի, քանի որ կասի. հին գինին ավելի քաղցրահամ է։